Բարև ժողովուրդ ջան, ոնց եք։ Ժողովուրդ ջան, ես նայում եմ հրապարակում հավաքված, ասենք այդ ձկնագործներին, այս մեկին, այն մեկին, բան դες դեն, տենց բաներ են անում, պալատկեք ենք դնելու, ես ենք դնելու, ֆուրեքով ձկները բերելու ենք, ստե թափենք, բան դες դեն, տարբեր ձև բաներ են ասում, եսիմ մենք բոլորս էլ հասկանում ենք, դրանք, ասենք, մեր երկրում արտադրողներ են, ես մի բան են, մի բան են, բայց սրանց որը խոսում է, չէ, վերջնական խոսքը տանում է Ռուսաստան։ Ժողովուրդ ջան, ես չգիտեմ մարդիկ ինչ չեն ուզում հասկանան։ Ռուսաստանին, ես ստե եմ ապրում էլի, ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, դուք էլ գիտեք, ուզում եք Հայաստանը տարեք, այս պահին Ռուսաստանի տակ պարկացրեք, ամբողջովին գուբերնիա դարեք, ինչ ուզում եք արեք, ոչ մեր պտուղ բանջարեղենն է ընդունելու, ոչ ձուկն է ընդունելու, ոչ մի բան էլ չի ընդունելու, այդ շուկան մեզ համար փակվում է, ժողովուրդ ջան, ես ուզում եմ բոլորդ հասկանաք, ուրեմն Ռուսաստանը այսօր Չինաստանի շուկան է, Չինաստանը ձուկ էլ է մատակարարում, ձու էլ է մատակարարում, միս էլ է մատակարարում, ամեն տեսակի, բանջարեղեն, ինչ սիրտներդ ուզի, լրիվ ամեն ինչը մատակարարում է Ռուսաստանին ու այդ տենց շուկաներին արանքից հանում է, ուրեմն ժողովուրդ ջան, ստի մենակ Հայաստանը չի, արդեն Թուրքիային էլ արանքից հանեցին, Թուրքիային, որ ամենամեծ մատակարարներից մեկն է Ռուսաստանի, Թուրքիային արանքից հանեցին, ոչ մի պտուղ, բանջարեղեն, միրգ, ոչ մի բան Թուրքիայից չի ընդունում, Ադրբեջանի հետ միասին, ժողովուրդ ջան, սա լրիվ Չինաստանը լրիվ վերցրել է իր ձեռը Ռուսաստանին ամեն ինչով մատակարարում է Չինաստանը և բանանով, և լիմոնով, և սխտորով, և ապելսինով, հասկանում եք Չինաստանն է մատակարարում ամբողջ Ռուսաստանը, հիմա որտեղ գնաս, ինչ տենաս, սաղ ամեն ինչ Չինաստանից է, Всё, նայա փակում է շուկաները, դուք գիտեք Ռուսաստանի ձեռն է, ասում եմ ուզում եք գնացեք մտեք Ռուսաստանի տակը պարկեք այս սենց, ինչ դիրքում ուզում եք, ոնց սրտներդ ուզում է անենց պարկեք, Ռուսաստանը չի որոշում Հայաստանի ծիրան առնի, ձուկ առնի, թե ինչ առնի, ոչ, շուկան ամբողջովին Կիտայի ձեռն է, Չինաստանի ձեռն է և վերջ, ինչ կա թե չհասկանալու ժողովուրդ ջան, այդ ձկնորսները, որի տակը քանդես, սենց, գնաս, գնում է կամ Կարապետյանի տակը, կամ Դոդի տակը, կամ Քոչարյանի, ու դրանք դեռ հույս ունեն, որ Ռուսաստանի հետ ինչ-որ բան կարելի անել, ոչ ժողովուրդ ջան, Ռուսաստանի շուկան մեզ համար փակվում է, որովհետև այդ գերհզոր տերությունը արդեն ինքն է վերցրել ամեն ինչով, գնա խանութները նայես ինչա կատարվում, չինական ֆարել, չինական սյոմգա, ինչ ձկան տեսակ, ասես որ խանութները սենց թափած չի, լրիվ չինական, թե չհասկանալու բան չկա, գիտեք թե, ասենք թե Փաշինյանը գնաց ասեց, հա Պուտին ջան, всё, мы под Россию, գիտես թե հեսա ասելու են, հա դե դավայ ձեր ձուկը բանա, ձեր ծիրանը բերեք ստե վաճառեք, դուք լավ գիտեք շուկան ինչա, հիմա որ ձեզ ասում են Եվրոպան բացած ես համար, ժողովուրդ ջան, աշխատեք այդ ուղղությունները ձեզ համար ստեղծել, ենի արդեն փակվում է բոլորի համար, դուք չեք հասկանում, որ այս պատերազմը Ռուսաստանը որ մղում է, սա Չինաստանի սարքած պատերազմն է,
Այս պատերազմը սարքեցին, ինչ եղավ։ Ռուսաստանից բոլոր մեքենաշինությունը, Mercedes, BMW, լրիվ Toyota, լրիվ Ռուսաստանում էր, լրիվին Ռուսաստանից ճանապարհեցին չինական ֆուֆլո մեքենաներն է բոլորս դե։ Այդ նույն այդ Toyota-ի, Mercedes-ի, BMW-ի զավոդներում չինական մեքենաներ են արտադրում։ Ժողովուրդ կան ինչ կա դե չհասկանալու։ Դուք կպել եք կառավարությունը։ Արա Ռուսաստանը չի ուզում, ինչ եք կպել կառավարությունը։ Կառավարությունը կրկնում եմ, ուզում եք Հայաստանը տանի պարկացնի անմիջապես Կրեմլի տակ։ Մեկը ոչ մի բան չի լինելու։ Չի լինելու, որովհետև այնտեղ շուկան արդեն զբաղեցրած հզոր երկիր կա, նայա դիկտավատանում, նայա ասում ոնց է լինելու։ Ինչ կա դե չհասկանալու։ Դու լավ էլ հասկանում եք, ուղղակի ձեր տուր իշխանություն ու վերջ։ Ձեր պետք էլ չի, ձեր ձուկը մթերեք, ձեր ծիրանը մթերեք, ես մի բան, ձեզ միայն տուր իշխանություն եւ վերջ։ Հարցը տե է տանում։ Մի հատ հարց էլ կա այն բանի համար, ժողովուրդ ջան, այս թեմաները պետք է ժողովուրդը ակտիվ խոսան։ Սա լրիվ, ինչին գնում է ստանում Ռուսաստանի կողմ, ամեն ինչը։ Հիմա այդ նույն ձև այն բաներն են, այն անհայտ կորածների, բոլորին ցավակցում ենք, ժողովուրդ ջան, մեր ազգն է, մեր ժողովուրդն են, անհայտ կորել են, էս են արել են։ Կառավարությունը ասում եք, ոչ մի բան չի անում։ Կառավարությունը ամեն ինչ էլ հնարավոր է եւ անում է, ժողովուրդ ջան, բայց անհայտ կորածը դրա համար էլ կոչվում է անհայտ կորած, նրան գտնելը հեշտ չի, մանավանդ 5 տարի հետո, էլի, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ես հասկանում եմ, ես էլ եմ մտածում, հնարավոր է ինչ որ գաղտնի բանտերում Ադրբեջանը պահում է, բայց դուք պատկերացնում եք, որ այդ գաղտնի բանտերում, եթե Ադրբեջանը պահում է, Ալիևը իր համար պահում է, ժողովուրդ ջան, մեզ համար, մեր կառավարությունը ինչ անի, ամեն ինչ անում է, հասկացանք, անում են երևի, նես չի որ չեն անում, ասում եք գնալու ենք Հակարի կամուրջը, դուք լավ իմանալով, որ դուք չեք կարա գնաք Հակարի կամուրջը, դուք պրովոկացիա եք ուղղակի էլի անում մեր հանրապետության նկատմամբ։ Էսա մի քիչ հետո էլ միսծախողները կմիանան։ Հասկանում եք, մի քիչ հետո մի ուրիշ բաներ կմիանան, խաղող արտադրողները կմիանան։ Հասար նորից այդ նույն 5 տարի ուզում են նույն ձև երկիրը գնա։ Հասկանում եք, ուզում են նույն ձև, որ անընդհատ պառակտվի այս իշխանությունը։ Մի կերպ ամեն ինչ անում են, գուցե իշխանությունը փախցնեն իրանց ձեռը եւ վերջ։ Նրանից հետո դուբինկով բանով ժողովրդի գլխին տալով, արուն լվա անելով, միշտ էլ ձեները կտրացնեն եւ վերջ։ Սու հետ են ուզում։ Ուրիշ բան ուզող չկա։ Ես այդ, որ ասում են գնում են Հակարի կամուրջ, այդ անհետ կորածների, ժողովուրդ, ես ձեր կողքն եմ։ Այդ անհետ կորածներին, ձև ասեք, ես էլ փնտրեմ։ Ինձ ձև ասեք, ես էլ փնտրեմ։ Բայց գիտեք որ Ադրբեջանում, ասում եք ադրբեջանցի այդ անհետ կորածների ծնողներին, հետ գալու ենք Հակարի կամրջում, այդ էր ցավը տանեմ, Ադրբեջանում, Ադրբեջանի քաղաքացին իրավունք չունի, գնա, ավտոբուս նստի, մեկնի Ղարաբաղի տարածք, դուք դա չգիտեք։ Եթե չգիտեք, ես ասում եմ, իմացեք, 100%-ով տենց է, հնդե ոչ մեկի չեն թողում գնան։ Ըստ երևույթի են գնացող եկողները, դրանք լրիվ պրոպուսկով են։ Ղարաբաղ չեն թողում են ձնես մարդիկ գնան, ոչ մեկի, փակ է։ Ես դες կան, եթե կապ ունեք դրանց ծնողների հետ, ձեր միայն հանդիպումը, որ դուք կարող եք այդ ծնողների հետ հանդիպել, ինչ որ փնտրտունքների մեջ եք, բան, եսի ինչ, ժողովուրդ ջան, միակ ելքը այլ երկրում հանդիպելն է, ասենք օրինակ Վրաստան, պայմանավորվեք, ես ինչ օրը Թիֆլիզում, ես ինչ տեղը, ինչ որ մի կլուբ եք վարձում, կամ փողոցում, միտեղ հանդիպում եք, ոչ մի Հակարի կամուրջ, մեր կողմից էլ չէ թողելու դուք Հակարի կամրջին մոտ կանաք,
Նրանց կողմից էլ չեն թույլ տալու ինչ որ մեկը այդ կամրջին մոտ կանա։ Ժողովուրդ ջան, դա ուղղակի պրովոկացիա է կանեմ պետության հանդեպ, ուրիշ ոչ մի բան։ Ուղղակի պրովոկացիոն քայլեր է, 5 տարի է անում եք այդ պրովոկացիոն քայլերը։ Ես կրկնում եմ, ես դեմ չեմ, որ ասենք դուք ձեր երեխան սման, ես էլ ման գամ, բայց ինձ ասեք ձև, իրական ձև, որ հենց են սուտ չլի, օթում չլի, ինչ որ լայքի համար չլնի, ես մի բանի, ձև ասեք, ես այդ ձևով ման գամ։ Ման գամ այդ երեխանցը գտնեն, գուցե իրականում միտեղ ասում եք, մենք բաներ ենք, ինչ որ բաներ ենք փոխանցելու ադրբեջանցի այդ կորածների համար։ Ժողովուրդ ջան, հարգելի ծնողներ ջան, կարող է դուք իրականում ինչ որ ադրբեջանցիների տեղ գիտեք Հայաստանում պահվող, որ նման բաներ եք ասում։ Կամ նույնն էլ ադրբեջանցիները մտածում եք, նրանք էլ ձեր երեխանց տեղը գիտեն, որ նման բաներ եք ասում, մենք իրար հետ կհանդիպենք, մենք մեր ձևով այդ հարցերը կլուծենք։ Ժողովուրդ ջան, ճիշտ բաներ չեք խոսում, մտածված բաներ չեք խոսում։ Դա ուղղակի ձեզ ինչ որ մարդիկ տանում են պրովոկացիոն քայլերի։ Ես մի անգամ ասել եմ, մի անգամ էլ եմ ասում։ Ստեղ պատերազմը, որ են հարևան երկրի հետ գնում է, որ սուտ չասեմ, 5-ից 10,000 անհետ կորած հայ կա, այս պատերազմում, ոչ մեկը նույնիսկ չի ասում տեսնաս որ դիա, 5-6 ամիս առաջ, ինձ էլ բարեկամ ունեմ, արդեն 4 ամիս առաջ, թուղթ է եկել, որ բանա, զոհվել է, բայց միջև մի չեն գտնում, որտեղ է, որ տան մեզ, մենք էլ տանենք ուղարկավորենք։ Երկու աղբեր են եղել, մեկին արդեն 4 ամսից հետո տվել են, հուղարկավորել ենք, մյուսին հլա դեռ չկա։ Ժողովուրդ ջան, տես չի էլի, պետք է մի հատ դտես բաները մտածված։ Ես գիտեմ, որ դա ուղղակի տանում ալ լրիվ եռագլխի մոտ, այս մարդկանց անելիքները, այս ձկնաբույծների, այս անհայտ կորածների, տանում ա եռագլխի մոտ, կազմակերպիչները նրանք են։ Ես չեմ կասկածում դրանում։ Որովհետև խոսում են, ձերերից են խոսում, ոնց է, ինչա, վերջի խոսքը Ռուսաստան։ Վերջի խոսքը Ռուսաստան։ Մենք պետք է ՌԴ տանենք, մենք ՌԴ-ի ճանապարհը լավ ենք ճանաչում, մենք Եվրոպայի ճանապարհը չգիտենք, դա լոգիստիկա է, դա էսի ինչեր է, դա տարբեր բաներ են ասում։ Կրկնում եմ, Ռուսաստանի շուկան 100%-ով արդեն կոնտրոլի տակ է վերցրած Չինաստանի ձեռքով, Չինաստանի ձեռնա, լրիվ շուկան, ամեն ինչի, եւ սննդամթերք, եւ ծանր տեխնիկա, եւ թեթև տեխնիկա, եւ ձուկա, եւ ամեն ինչ, միսա, ամեն ինչը, լրիվ Չինաստանի ձեռնա։ Նույնիսկ սրանց այս այգի-մայգիները առաջ կորեացիներն էին լրիվ, ամեն ինչը բանանում էլի, այդ ձմերուկա, եմիշա, բադրջանա, բանադես, հիմա չինացիներն են, կորեացիներին փոխել են չինացիները, դե, ուզեք հավատացեք, ուզեք մի հավատացեք, դա ձեր գործն է, բայց տենց է, այդ շուկան, ես ասում եմ, արդեն Թուրքիայի առաջ էլ փակին, ինչ որ Հայաստանի համար փակված է, փակված արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանի համար էլ, փակվեց, դե ոնց որ Հայաստանի համար ասում էին, որ են կորիզավոր բան, ես մի բան, լրիվ Թուրքիայի համար փակվեց, լոլիկ, սաղ փակվեց, հեսա ժողովուրդ ջան, Կամաս մտածեք ինչ անեք, Ռուսաստանը հմի ինքը ոչ մի բան, փաստացի, ոչ մի բան, ոչ մեկի չի ընդունում, բայց իրա ապրանքները խնդրեմ վաճառում է, երկաթ, ցորեն, շինարարական նյութեր, իրա ապրանքները վաճառում է, բոլորի վրա, բայց ինքը չի ընդունում ոչ մեկից ոչ մի բան, հասկացաք, եթե չհասկացաք դա ձեր գործն է, ուզում եք, ինչքան ուզում եք գնացեք բանի առաջ հանրապետական հրապարակ, ինչքան ուզում եք ընդ միտինգ արեք, ինչքան փոխվելու, որ Ռուսաստանը չի ընդունում ոչ մի բան, կառավարությունը ինչ կարա անի, հա դե դուք մտածեցեք ասեք, բա կառավարությունը դրա համար է որ կարողանա ամեն ինչ անի,
Ահա։ Կառավարությունը ամեն ինչ անում է, նրանք էլ պատճառը դնում են ֆիտոսանիտարի է, ձուկը ճիշտ ձևով չեք բանանում, այդ կարմիտ անում։ Դե գնա նրանց հետ կառավարություն, կռիվ արա, ասա չէ, մենք ճիշտ ձևով ենք անում։ Նրանց արդեն մոտ ուրիշ է, վсё, ուրիշ պետությունը ամեն ինչը բանանում։ Ոնց կրկնում եմ, Չինաստանն է լրիվ նրա ձեռն է ամեն ինչը։ Մի հատ էլ եմ կրկնում, եթե արդեն Թուրքիայի վրա է արգելք դրել, ժողովուրդ ջան, մենք ով ենք։ Թուրքիայից, եթե Հայաստանից մի 10-20 հազար տոննա ապրանք է Ռուսաստանը ընդունել, Թուրքիայից միլիոնավոր տոննաներ ամեն օր, միլիոնավոր տոննաներ, հասկանում եք, հիմի արգելք է դրել Թուրքիայի շուկայի վրա, Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Ադրբեջանի շուկայի վրա էլ ես կարծում եմ արգելքը դրելա մեր հայերի պատճառով, Նաիրա Զոհրաբյանների եւ նմանների, որոնք այսպես դավաճանում են, ասում են, տանում են Իրան, Իրանից Ադրբեջանով Ռուսաստան։ Դրա համար էլ Ադրբեջանի վրա էլ զապրետ դրել։ Հասկանում եք։ Մեր հայերի պատճառով, մեր հայերն են հենց լրիվ ամեն ինչ պատմում, որ ոնց են հայերի իրիկն է փոխում Ռուսաստան։ Իրան, Իրանից Ադրբեջան, Ադրբեջանից Ռուսաստան։ Հենց մեր հայերը պարզ ասում են։ Вот и всё։ Ինչ եք ուզում։ Այսքան բան ժողովուրդ ջան, լավ եղեք, մինչ երեկո։